Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ Պապ Թագավորի գահակալման սկզբի մասին, թե ինչ վիճակում էր գտնվում հայոց պետականությունը կամ մեծ հայքը այդ ժամանակահատվածում։ Ինչպես գիտենք, 368 թվականին Արշակ II եւ Վասակ Մամիկոնյանը գերեվարվում է եւ ինքնասպան է գործում Արշակ թագավորը, իսկ Վասակ Մամիկոնյանին, ինչպես տեղյակ եք, տանջամահ են անում եւ մաշկը տիկը անելով դնում են Արշակ II-ի առաջ եւ այդ պատճառով նա ինքնասպանություն է գործում եւ ինչպես նշել եմ նախորդ տեսարվակի ընթացքում, այսպիսի երկու Փարանձեմը եւ Արշակ II-ի պես հերոս մարդկանց որդին ինչպես կարող էր լինել վատ եւ ոչ հայ կամ հակահայկական, այսինքն դևերին տրված լինել եւ այլն, եթե իրոքից խորը մտածես եւ հասկանաս, որ Պապ Թագավորը իրոքից մեծ մարդ էր, որ նա իր ջահել կյանքը տվեց մեծ հայքի հզորացնելու նպատակով, բայց որոշ առումով նրա մոտ իրագործվեց, որոշ առումներով չէ։ Եւ սկզբնական շրջանում շատ վատ դրության մեջ էր մեծ հայքը, Պարսկաստանը արշավանքներ էր կազմակերպում մեծ հայք եւ այդ իրավիճակում նրա հռոմեական կայսրությունում բանակցություններ էր վարում, որպեսզի հռոմեական կայսրությունը զորք ուղարկի մեծ հայք, որպեսզի օգնի մեծ հայքին ոտքի կանգնելու համար, ինչպես գիտենք, նա որոշ տվյալներով նա պատանդ է լինում, Պապ Թագավորը պատանդ է լինում, որոշ տվյալներով Պապ Թագավորը Անդովք իշխանի հետ միասին, նաեւ Մուշեղ Մամիկոնյանի հետ միասին գնում են հռոմեական կայսրություն, որպեսզի բանակցություններ վարեն այդ օգնության գալու համար եւ ինչպես տեսնում ենք ամեն ժամանակահատվածում այլ պետությունից օգնություն խնդրելուց պետք է շատ զգույշ լինել այն պատճառով, որ մեծ տերությունը օգնության գալու ընթացքում թե ինչ կպահանջի մեզնից, դա է խնդիրը։ Մենք պետք է հասկանանք մեր շահերը եւ այդ պետությունների շահերը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ պետք է անենք, ինչ ձևով պետք է բանակցություններ վարենք, որ այսպիսի խնդիրների առաջ չկայնենք, ոնց որ կանգնեց Պապ Թագավորը եւ նրան ինչպես իր հորը խաբեությամբ սպանեցին եւ այս դրա մասին չի հիմա ես պատմել եմ նրա գահակալության գալու ընթացքին։ Նա գալիս է 369 թվականին, այդ ժամանակ Փարանձեմ թագուհին արդեն արտագես ամրոցանկած է լինում, Փարանձեմ թագուհին գերության մեջ են գնում, բայց որոշ տեղեկություններով Փարանձեմ թագուհին ինքնասպանություն է գործում, որպեսզի չընկնի Արշակ II-ի ձեռքի տակ եւ տանջամահ չլինի, այդ պատճառով նա իրեն բլուրից գցում է եւ այսպես փրկում է իրեն տանջամահ լինելուց եւ Պապ Թագավորը հռոմեական զորքով գալիս է եւ ինչպես գիտենք կան երկու իշխաններ, Գլարկ եւ Արտավան իշխանները, որոնք պաշարման ընթացքում Պարսից զորքի գլուխ են կայնած լինում եւ նրանք կայնացնում են պաշարումը եւ գալիս են բանակցությունների
Փարանձեմի հետ, որպեսզի Փարանձեմ թագուհին դուռը բացի Արտակերտ ամրոցի, որպես փրկվի Արտակերտ ամրոցում գտնվող անձիկ, բայց Փարանձեմ թագուհին ան կամքը ուժեղ է լինում եւ չի ցանկանում ամրոցի դռները բացել եւ այդ ամենը տեսնելով նաեւ Փարանձեմ թագուհին ուժեղ դիվանագետ է լինում եւ կարողանում է գլարկ եւ արտավան իշխաններին իր կողմը անցկացնել եւ նրանք էլ սկսում են օգնել Փարանձեմ թագուհուն, բայց հետագայում Պապ թագավորը նրանց մահապատժի է ենթարկում հենց այն պատճառով, որ Պարսից զորքի գլուխ են անցած լինում, այդ պատճառով է նա սպանում եւ ինչպես գիտենք այդ Արտակերտ ամրոցը եղել է կամսարականների եւ կամսարականների ձեռքից վեկարել արշակունիները Բերդը հար էր վերցնել գրոհով, այդ պատճառով պարսիկները Բերդը պաշարում էին, այդ զորքի թիվը հասնում էր մոտավորապես 11,000-ի, այդ ժամանակ Արշակ II եւ Վասակ Մամիկոնյանը Տիզբոնում էին, թագուհին որոշում է, ինչպես գիտեք, երկու աղբյուրներ ունեմ, թե ոնց է Փարանձեմ թագուհին ուղարկում Պապ թագավորին կամ Պապ թագավորը գտնվում է Երավել, ճիշտ 3 տվյալներ կան, որոշ տվյալներով Պապ թագավորը գերության մեջ է լինում, սա առաջին տեղեկությունն է, գերության մեջ է լինում Հռոմեական կայսրությունում, երկրորդ տվյալներով Պապն ու Մուշեղ Մամիկոնյանը ճեղքում են պարսկական պաշարումը եւ գնում են Հռոմեական կայսրություն Վաղեզ կայսրի օգնությանը խնդրելու, բայց երկրորդ տեղեկությունը Փարանձեմ թագուհու հայրը Անդոն Քսյունին լսելով Արտակերտ ամրոցի պաշարումը նա շատ բարկանում է այդ պատճառով, նաև որոշ տվյալներով Քուշաները Պարսկաստանի դեմ ապստամբություն են բարձրացած լինում եւ այդ ընթացքում, երբ որ Փարանձեմի հետ բանակցություններ են լինում, այդ ժամանակ Անդոն իշխանը Տիզբոնը պաշարած է լինում, գրաված է լինում եւ գանձարանով, շապուի գանձարանով գալիս է մեծ հայք, կարողանում է վերցնել որոշ տեղեկություններով այդ ժամանակ պարսիկները պաշարումը թողած են լինում եւ գնացած են լինում, որպեսզի այդ ապստամբությունը մարեն եւ կարողանում են Փարանձեմ թագուհին որոշ շունչ քաշել եւ այդ ընթացքում Պապ թագավորին Անդոն իշխանի հետ միասին ուղարկում է Հռոմ, որպեսզի բանակցություններ վարեն զորք ուղարկելու համար եւ Անդոն իշխանը, ինչպես տեղյակ ենք նախորդ վիդեոյի Անդոն մասին տեղեկություններում, նա կարողացել էր այնպիսի փառքի հասնել նրանց պարսիկների մոտ, որպեսզի նրանք վստահում են Անդոն իշխանին եւ Տիզբոնի դուռը բացում են, որպեսզի սիսական գունդը գա օգնության, բայց հակառակն է անում Անդոն իշխանը եւ գրավում է Տիզբոնը եւ այնտեղ գանձերով գալիս է հայք, վերցնելով իր տղա Բաբիկին եւ Պապին գնում է Հռոմեական կայսրություն, այնտեղ բանակցություններ է վարում Պապ թագավորը, Պապ արքայազնը եւ զորքով գալիս է դեպի մեծ հայք։ Նրանք այն բանակցությունների ընթացքում այնպես են անում, որ հասկանա Վաղեզ արքան շատ վատ դրության մեջ է լինում, ընկնելու, եթե Պարսկաստանը գրավի մեծ հայքը եւ օգնության չգա Հռոմը։ Ես հավակնած եմ
այս 3 տարբերակներից վերջին տարբերակին անդով իշխանի այդ գործողությունը, քանի որ այդ դա առիթ էր Շապու երկրորդի ջղայնանալուն եւ նրա անձամբ ղեկավարելու ասպատակությունը մեծ հայքի դեմ, դա է պատճառ լինում, որպեսզի նա ջղայնացած գալիս է մեծ հայք եւ կարողանում է Արտակերտ Սամրոցը գրավել եւ Փարանձեմին գերեվարել, բայց Փարանձեմը որոշ տեղեկություններով ինքնասպանություն է գործում, որպեսզի տանջամա չանեն իրեն եւ այսքանը շնորհակալություն դիտելու համար բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ թողեք, սեղմեք լայքի կոճակը եւ ավելի հետաքրքիր տեղեկություններ կիմանաք հայոց պատմության մասին։